եկան Ռուսաստանից, Տյումենից, Նիժնի Նովգորոդից, Նիժնի Տագիլից, եկան, գնացին, քվեարկեցին որևէ իշխանության ներկայացուցիչ, այսպիսի ինչ ասեմ, նույնիսկ 0.0001%-ը չի դրսևորել այս անպարագից ցինիզմի։ Նոր սահմանադրությունն իշխող ուժը չի կարող ընդունել եւ գնում են նաեւ դախուր չընդոտել։ Անդիմության հասցեին ասում է, իրանք հեշտ ենթարկվող են, մենք իրանց արագ կդասիրակենք, ինչպես դասիրակել ենք նախկիններին։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Տիկին Զորաբյան։ Տիկին Զորաբյան, ընդդիմադիր ուժերը որոշել են վիճարկել ընտրության արդյունքները, դիմել են սահմանադրական դատարան։ 18 ուժերից մասնակից մոտ 7-ը դիմել են սահմանադրական դատարան վիճարկելու կամ նոր քվեարկություն անցկացնելու պահանջով, այնտեղ միայն Արման Բաբաջանյանը հակառակ հայցով է դիմել ընդդիմադիրների արդյունքները վիճարկելու համար։ Ինչ սպասել սահմանադրական դատարանից, երբ որ գրեթե բոլոր դատավորները ընտրվել են Նիկոլ Փաշինյանի օրոք եւ քաղաքացիական պայմանագրի կողմից, օրինակ ընդդիմադիրների ակնկալիքներով են դիմել, երբ որ հարցը ուղղում ես, նրանք ասում են, որ իրավական process է, որով փորձում ենք բոլոր մեխանիզմները օգտագործել իրավական։ Տեսեք, այո, իրավական այլ process, քան վիճարկել սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները չկա։ Ես չեմ պատկերացնում, որ սահմանադրական դատարան դիմաց 7 ընդդիմադիր ուժերից որևէ մեկը կարող է 0.00001% չբացառել հնարավորություն, որ իրենց հայցը կբավարարի։ Ես բացառում եմ, որ Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան սահմանադրական դատարանը ընդդիմադիրների հայցը չեղարկել ընտրությունները եւ նշանակել արտահերթ ընտրություններ նոր կամ նշանակել երկրորդ փուլ այդ հայցերից որևէ մեկը կբավարարի, բայց սա իրավական ընթացակարգ է։ Ես վստահ եմ, որ ընդդիմությունն էլ գիտի, որ սահմանադրական դատարանը չի բավարարելու իր հայցը, որտեղ սահմանադրական դատարանում կամիկադզեներ եւ մահապարտներ չկան, ովքեր այդքան համարձակություն ունենան իշխանության հրահանգը չկատարել, պարզապես սա նաև մի ընթացակարգ է, որը ընդդիմությունը պիտի անցնի մանդատները վերցնելուց առաջ։ Այսինքն հերթական ֆորմալ, այսպես միանշանակ ֆորմալ, գիտեք, այսպիսի ցինիզմ, այսպիսի անպարագիծ, անտրամաբանական ցինիզմ, որ մենք տեսնում ենք հիմա, երբ որ ընդդիմության հասցեին իշխանական կին պատգամավորը, կին, ես խոսում եմ կնոջ մասին, ես չեմ խոսում Ռուբեն Ռուբենյանի մասին, ով ասում է եկեք եւ մենք ձեզ վերաբերելու ենք որպես հանցագործների։ Այո, ես ասում եմ, այսպիսի անտրամաբանական, անպարագիծ, այսպիսի բարոյական որևէ ստոպ չունեցող ցինիզմ, երբ որ կին պատգամավորը իշխանության ընդդիմության հասցեին ասում է, իրանք հեշտ ենթարկվող են, մենք իրանց արագ կդասիրակենք, ինչպես դասիրակել ենք նախկիններին եւ ընդամենը խորհուրդ է տալիս ընդդիմությանը ընտրված պատգամավորներին լինել խելամիտ, որպիսի շատ ցավոտ չլինի իրենց համար, այսինքն խելոք ենթարկվեք դրիսիրովկայի, այլապես մենք ձեզ ծեծելու ենք եւ դա լինելու է ցավոտ։ Կրկնում եմ, չկա Հայաստանի պատմության մեջ չի եղել նման բան։ Ես եղել եմ ընդդիմադիր պատգամավոր եւ եղել է կոնֆլիկտներ իշխանության ներկայացուցիչների հետ, բայց որևէ անգամ որևէ իշխանության ներկայացուցիչ այսպիսի ինչ ասեմ, նույնիսկ 0.0001%-ը չի դրսևորել այս անպարագից ցինիզմի։ Եվ այսքանից հետո
ընդդիմությունը վերցնելու է մանդատները ու խելոք գնալու է դրա հետ կապված կար տեսակետ, որ ամեն դեպքում ինչքան էլ ասում են դեռ քննարկում ենք, հասկանանք ՍԴ-ն ինչ որ կացնի, նոր հայտարարություն կանենք, բայց խոսքից այսպես ամեն դեպքում տպավորություն է ստեղծում, որ հակված են վերցնելու մանդատները, ավելին կարծես այստեղ արդեն քննարկում են կոնֆիգուրացիաների այսպես ձևավորումը պաշտոնների հասկանալի է, ես չգիտեմ ինչ է քննարկում ընդդիմությունը, հասկանալի է նախագահի պաշտոնը, այո, հասկանալի է, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, հասկանալի է, որ իրանք չեն հրաժարվելու ընդդիմության քվոտայով իրենց հասանելիք պաշտոններից եւ հասկանալի է, որ այն խնդիրը ամեն դեպքում այս փուլում ինձ համար տեսանելի չի, թե ինչպես են իրենք հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ ուզում, որ իրենք փորձեն հերոսական հարցերը, հերոսական ելույթ ունենալը, Նիկոլին իբր հավասարակշռությունից հանելը, երբ որ Նիկոլին հավասարակշռությունից հանել ընդհանրապես պետք չի։ Ինքը ցանկացած պահի կարող է հավասարակշռությունից դուրս գալ, ընդդիմադիրները փորձեն մեր վրա վաճառել, որպես մեզ իրենց տված քվեի ատրաբոտկա։ Չի կարելի։ Չէ, ասում են նայեք, այս ձայների բաշխվածությամբ ասում են, որ իրավաբանները իրենց փոխանցում են, որ նոր սահմանադրությունն իշխող ուժը չի կարող ընդունել եւ գնում են նաեւ դա խոչընդոտելու։ Ուրեմն իրենք ոչինչ չեն կարող խոչընդոտել, ձեզ մոտ հարց չի առաջանում, թե ինչի Նիկոլ Փաշինյանը որոշեց օրենսդրական փոփոխությամբ արգելել 1 տարվա մեջ կես տարի Հայաստանում չբնակված Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին եւ նաեւ հանրաքվեին։ Դա ուղղակի հակասահմանադրական քայլ է, որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 48 հոդվածի առաջի դրույթը սահմանում է, որ ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեներին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եւ այսպես զրկելով, կատարելով հերթական հակասահմանադրական քայլը, ինչա դրանով ստանալու Նիկոլ Փաշինյանը, ստանալու է նա, որ մենք ունենք տեղեկատվություն, որ մոտ 500,000 քաղաքացի չի բնակվում ընտրական իրավունք ունեցող, ես դա միջինացված եմ ասում, չի կարողանալու այլևս մասնակցել ընտրության, արդյունքում ինքը սահմանադրական հանրաքվեի այոյի համար անհրաժեշտ շեմը 680,000-ից, որը հիմա է ներկա ընտրական թվի մասնակիցների պահանջով կիչեցվի, ասենք օրինակ 500,000 եւ այդ կերպ կփորձի լուծել նաեւ այս հարցը։ Կրկնում եմ, սա ուղղակի հակասահմանադրական նորմ է խոչընդոտել եւ արգելել Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասնակցությունը։ Տիկին Սոյապյան, իրենք էլ ասում են, սա նաեւ միջոց է, որպեսզի պետություն եւ դրսում ապրող քաղաքացիների հետ կապը պահպանվի։ Սա հերթական կրուտիտն է եւ իդեպ այդ մեծ աղմուկը, որ իրանք բարձրացրել էին, որ եկան Ռուսաստանից, Տյումենից, Նիժնի Նովգորոդից, Նիժնի Տագիլից, եկան, գնացին, քվեարկեցին եւ այնքան ուրեմն absurda հասել է նրան, որ նախորդին Զվարթնոց օդանավակայանում Վորոնեժի եւ Իժևսկի եկեղեցիների հայ հոգեվորականներին թույլ չեն տվել վերադառնալ իրենց հոգեվոր ծառայության, լքել Հայաստանի Հանրապետությանը, հոգեվորականներից մեկին էլ տարել են վարժական հավաքների, երբ որ իրանք ասում էին, այ հեսա գալու են քվեարկելու են, կա բարձ վիճակագրություն։ Այդ օրերին բացարձակապես չի ավելացել Ռուսաստանից Հայաստան օդային եւ ցամաքային ճանապարհով եկածների թիվը։ Տիկին Զորապյան, եւս մի հարց է ուզում անդրադառնանք։ Օրինակ, այստեղ մեր իշխանությունները ասում են, վստահություններ են տալիս, ասում են, որ ինչ եղան ընդդիմությունը այդքան խոսում էր 300,000 ադրբեջանցիների վերադարձի, ինչ եղան այդ ադրբեջանցիները եւ ստացվում է, որ նման օրակարգով որևէ քննարկում չկա, բայց սրան հակառակ Ադրբեջանում հատկապես ընտրությունից հետո մի նոր թափ է հավաքել։ Այնտեղ միջոցառումներ են անցկացնում պաշտոնական մակարդակով իրենց նախարարների մասնակցությամբ, այդպես իրենց մտածածին ստեղծված է վերադարձ Արևմտյան Ադրբեջանի շարժումը, անդադ խոսում են դրա մասին։ Այ սա ոնց է ստացվում, մենք էլի կրկին շարունակում ենք խոսալ խաղաղություն,
բայց իրենք այս նույն թեզը այդպես առաջ են։ Այո, Նիկոլը ասում էր, որ նույնիսկ մեկ ադրբեջանցի չի գալու եւ մենք երկու ստեկ փակել ենք այս խոսակցությունը Ալիևի հետ, նկատի ունենալով, որ փակված է նաեւ արցախցիների Արցախ վերադառնալու հարցը, չնայած միջազգային բազմաթիվ բանաձևերին, չնայած 23 թվականի Հաագայի արդարադատության դատարանի իմպերատիվ որոշմանը, որը պարտադիր էր կատարելու համար, որ Ադրբեջանը պիտի անհրաժեշտ լեգիտիմ եւ անվտանգ պայմաններ ստեղծի արցախցիների վերադարձի համար, Նիկոլը ասաց թեման երկուստեք փակված է, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի համար թեման ոչ միայն փակված չէ, այլև տեսնում ենք ամեն օր նրանք կազմակերպում են կոնֆերանսներ, գիտաժողովներ, ամեն օր տեսնում ենք ինչ որ փարթիներ են կազմակերպում արևմտյան Ադրբեջան իրենց վերադարձի համար եւ այդ միջոցառումներին ամենաբարձր մակարդակով մասնակցում են Ադրբեջանի նախարարներ, պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Խոսում են կրկին սահմանադրության փոփոխության մասին, այդ նույն հարցը էլի առաջ են բերում։ Գիտեք, եթե հիշում եք, Ալիևը երբ որ ըստ էության Արցախը վերջնականապես հանձնվեց, խաղաղության փաստաթուղթ ստորագրելու համար ասեց Հայաստանը ունի դեռևս տնային աշխատանք կատարելու, դա ասեց Վաշինգտոնում եւ տնային աշխատանքը սահմանադրական փոփոխությունն է, ինչը Ադրբեջանի համար գերակախնդիր է եւ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի հանրային քաղաքական դեմքերը նորից առաջ են բերել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը, որից հետո միայն Ադրբեջանը պատրաստ է քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այո, Նիկոլ Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն եւ այն ամենը, ինչ որ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, ընտրողների ցուցակները զտելու, Հայաստանում չբնակվողների ընտրական իրավունքը ոտնահարելու, որը ուղղակիորեն սահմանադրության խախտում է, այս ամենը արվում է նրա համար, որպեսզի իջեցվի սահմանադրության այոյի համար անհրաժեշտ շեմը եւ այս իշխանությունը կատարի իր տնային առաջադրանքը, որը ստանձնել է Ադրբեջանի առաջ։ Դեռ մարտին պետք է նոր սահմանադրության այս տեքստը, որի վրա աշխատում են հրապարակվել, բայց հիմա էլ ասում են դեռ չենք ուզում հրապարակենք։ Ինչն է այս հապաղման պատճառը։ Հապաղման պատճառը ընդհանրապես նա, որ իրանք փորձում են օրենսդրորեն, քանի որ ընտրություններով իրենք չստացան իրենց համար անհրաժեշտ քվեները, փորձում են օրենսդրորեն ապահովել իջեցնել հանրաքվեի համար անհրաժեշտ շեմը, վստահ եղեք, սահմանադրությունը գրված պատրաստ, իրենց դարակներում դրված է, վստահ եղեք, այդ սահմանադրությամբ անկախության հռչակագիրը հանվում է, այդ սահմանադրությամբ ըստ էության սպանվում է Հայաստանի երրորդ հանրապետությունը եւ հռչակվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան 4-րդ հանրապետություն, որտեղ հիշում ենք ինքը խոսում էր ժամանակին, որ երրորդ հանրապետությունը իրեն սպառել է եւ մենք գնում ենք դեպի 4-րդ հանրապետություն։ Իսկ որն է 4 հանրապետությունը, ինչն է այնտեղ պահպանված, ինչ փոփոխություններ են, հա։ Տեսեք, այնտեղ ամբողջը ըստ էության մենք տեսանք, որ նաև իրենց նախընտրական ծրագրում եկեղեցու դեմ ամբողջ այդ հարձակումը այլևս իրավական տեսք է ստանալու սահմանադրության մեջ, հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակը հանվելու է, եկեղեցին հավասարազոր է լինելու ինչ որ մի տոտալիտար անգամ վտանգավոր աղանդի, վեհափարի դեմ հալածանքները շարունակվելու են եւ ինքը ասելու է ժողովուրդը ինձ տվել է մանդատ, ավելի շատ ձայն է տվել, քան տվել էր 21 թվականին, եւ ես ունեմ այդ մանդատը, մուրջ կլինի, Իսկանդեր կլինի, Կալաշնիկով կլինի, գնալու եւ այս ամենը իրականացնելու, բայց ես ուզում եմ նաեւ անդրադառնալ, հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նրանք ովքեր չեն քվեարկել իրեն 100% քվեարկել են, որովհետև իրենց կաշառել են, հետո որոշեց վերանայել իր իմպերատիվ թեզը եւ ասեց, չէ, գուցե եւ 30%-ը գնացել եւ իր կամքոմա քվեարկել են, այո, գնացել եւ քվեարկել է, հիմա ասում է, որ 70%-ը գնացել եւ ընտրակաշառքի արդյունքում քվեարկել է։ Հասկանում եք, այս մարդը ասում է, ով ինձ դեմ է, ուրեմն ընտրակաշառք է վերցրել։ Ինքը չի ուզում պատկերացնել
հասնել, որ մենք բացարձակապես այլ իրողության մեջ ենք եւ ըստ էության լրջագույն մեղադրանք է ներկայացնում մեզանից յուրաքանչյուրին համարելով ընտրակեղծարար, որը գնացել եւ քվեարկել է իր խաղաղության օրակարգի դեմ։ Սա իսկապես աբսուրդ է, չկա նման բան, որ երկրի ղեկավարը բոլոր նրանց, ովքեր իրեն չեն քվեարկել, համարի իր թշնամիներ, իր հակառակորդներ եւ դրանց դեմ շարունակի կենաց եւ մահու կռիվ տալ, ըստ էության գլխատելով ընդդիմադիր քաղաքական էլիտան, նրանց դեմ իրականացնելով լրջագույն տնտեսական սանկցիաներ նաեւ այդ էլիտայի ղեկավարների հանդեպ։ Դա ասում էր ունեզրկման այո, սկսել է ունեզրկման process սկսել է հիմա, բայց ես ուզում եմ, որ մենք խոսենք նաև այդ տնտեսական, հա, երկիրը կանգնած է, ես չգիտեմ ինչքան է կարողանալու այս իշխանությունը ֆռացնել, մենք տեսնում ենք նաև, որ Ռուսաստանի առաջի դեմքերը շարունակում են պնդել իրենց օրակարգը, որ Հայաստանը պիտի կողմնորոշվի ԵԱՏՄ, թե Եվրոպական միություն եւ երկու լարերի վրա խաղալ չի կարող։ Իհարկե ես տեսա, որ սորոսական մի ուրեմն գործիչ, հա, քաղաքագետ սենց հզոր հայտարարություն էր արել, սենց մենք ասում ալ բահով, ուրեմն իջանք Պուտինի մեջքին եւ Պուտինը միջև հիմա ցավերի մեջ է, շարունակեք լապատկով հարվածել Պուտինի մեջքին, շարունակեք լապատկով, քլունգով, ես չգիտեմ ինչով, հա, իսկանդերներով հարվածել Ռուսաստանի մեջքին, բայց հաշվարկեք դրանց տնտեսական հետևանքներից, դրա տնտեսական հետևանքները ես ամեն օր հիշեցնելու եմ, որ Հայաստանի համար լինելու է կատաստրոֆա, ասենց մեծ ավետիս ասեցին, հա, ինչ որ սենց Տյումենով պտտվեց, ես չգիտեմ Գդանսկով դուրս եկավ այդ բեռնատարները 51,000 ընդամենը ծաղիկ 51,000 հապ հասցրեցին Լեհաստան եւ դա ներկայացրեցին, որ մենք այլևս զավթել ենք ԵՄ տնտեսական շուկան, երբ որ պարզվեց, որ ԵՄ տնտեսական շուկան դա ընդամենը Երևան City-նա զովքն է, որովհետեւ 100 միլիոն հատ ծաղիկ ուղղակիորեն վերադարձվեց Հայաստանին։ Ես չեմ խոսում մնացած գյուղատնտեսական ապրանքների մասին, բայց եթե խնդիրը լապատկով Պուտինի մեջքը ջարդելն է, շարունակեք ջարդել։ Մի հայտարարություն էլ է հնչել Զախարովայի։ Ինչ էր ասում էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարները չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից։ Եվ զրկվելու է։ Սրա տողատակերը որն են։ Սրա տողատակերը կրկին այնա, որ Հայաստանը մենք չենք տալիս Հայաստանին այլ իրավունքներից այո, մենք չենք տալիս Հայաստանին ժամանակ այլևս մանևրելու ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև։ Սա հստակ ազդակա եւ որքան ես ծանոթանում եմ Ռուսաստանի առաջի դեմքերի հայտարարություններին, կարծես թե այս անգամ Ռուսաստանը վճռական է տրամադրված, բայց ես դրանից բնավ չեմ ուրախանում, ինձ չի ուրախացնում Մարգարիտա Սիմոնյանի եւ Սալավյովի, որոնց ես համարում եմ վատորակ եւ գրեհիկ քարոզիչներ, սպառնալիքները Հայաստանի հասցեին, ինձ չի ուրախացնում Մարգարիտա Սիմոնյանի նախորդային սպառնալիքը, ով կոչ էր անում Ռուսաստանի իշխանություններին ընդհուպ ստուգել Հայաստանում ապրող շարքային քաղաքացիների, շարքային օգտատերերի սոցիալական ֆեյսբուքյան գրառումները եւ եթե դրանք հակառուս մոտիվացիա ունեն, նրանց մուտքը Ռուսաստան արգելել, իսկ նրանց հարազատներին հայտնաբերել եւ վտարել Ռուսաստանից։ Ես չեմ կարծում, որ այս տարբերակով Ռուսաստանը կարողանալու է իր խնդիրը լուծել, բայց որ սանկցիաներից տուժելու է Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, ֆերմերները, գյուղացիները եւ մոտավոր հաշվարկներով Հայաստանում 800,000 մարդ ներգրավված է գյուղատնտեսության մեջ։ Այս սանկցիաներից, որոնք այս պայմաններում, հա, Հայաստանի այս աշխարհաքաղաքական շպագատների պայմաններում ակնհայտորեն ուժեղանալու են, դրանից տուժելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Շնորհակալ եմ Զորապյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի զրույցակիցը այսօր հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորապյանն էր։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար, կհանդիպենք։